Բարև ձեզ, ես Կարինեն Պոստանյան, Երևանի Մովսես Վարդանանցի անվան համար 143 դպրոցի տնօրենը։ Միացել ենք Itwinning-ին 2017 թվականին, երբ ես ուսուցիչ էի դեռ, 2017-ին ես եւ դպրոցը միացավ։ Itwinning-ը տվեց լայն հորիզոններ, համագործակցություն ոչ միայն հայաստանյան տարբեր դպրոցների հետ, այլ նաեւ արտասահմանյան, ավելի շատ սովորողները համագործակցում են, հիմա արդեն իրենց կարողունակություններն է զարգանում, որի մեջ մտնում է նաև համագործակցությունը, թիմային աշխատանքը, անգլերեն լեզվական կարողունակությունները, ինչպես նաև ինքնադրսևորվելու եւ իրենց իմացածը, իրենց ձեռք բերածը ավելի ճիշտ ներկայացնելու հմտությունները։ Հաջողված նախագծեր շատ ենք ունեցել, բայց ուզում եմ խոսել խելացի քաղաքների մասին, իհարկե իմ Itwinner-ները ավելի լավ դրա մասին կպատմեն, բայց ինքը իսկապես հաջողված նախագիծ էր այն առումով, որ համագործակցությունն էր շատ ավելի սերտ, հանդիպումներն էին ավելի շատ, աշխատանքներ ավելի հետազոտական աշխատանքը շատ ավելի լավ ընթացավ եւ ստացած պրոդուկտը, որ ստացանք մակետ խելացի քաղաքների, ես մի փոքր ներկայացնեմ, խելացի քաղաքները, խելացի քաղաքների նախագիծը միտված էր, ամենասկզբում երկրները ծանոթանում էին իրար հետ, այնուհետև ուսուցիչները, սովորողները, դա եւս մեկ առիթ է Հայաստանը եւ հայկական դպրոցները ներկայացնել իրենց ամենալավ կողմերով, քվեարկության միջոցով ընտրվեց լոգոն, այնուհետև սկսվեց հետազոտական աշխատանքը, այդ փուլը, որտեղ արդեն ասեցի, որ մեծ հետազոտական աշխատանք է տարվել, այնուհետև խելացի աղբահանության վերաբերյալ, խելացի օդի մաքրման վերաբերյալ, խելացի ճանապարհների համակարգի վերաբերյալ, խելացի փողոցների լուսավորության վերաբերյալ, ավտոկայանման համակարգի վերաբերյալ, մեր երեխեքը նույնիսկ գրություն էին գրել քաղաքապետարանի հանրապետության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանին, որին պատասխան ստացան, հանդիպումներ ունեցանք տարբեր, ես հիմա ժամանակը խնայելով չցույցադրեմ, արդյունքում ստացանք գիրք IoT-ի վերաբերյալ, ստացանք գիրք խելացի քաղաքների վերաբերյալ, ստացանք ամսագիր, որը տպագրվեց տարբեր երկրներում, ստացանք տեսահոլովակ ամբողջ աշխատանքի վերաբերյալ եւ, ինչպես ասեցի, խելացի քաղաքների մինիմակետ, ասեց մի փոքրիկ, ես այսպիսի մակետ էինք ստացել, որտեղ յուրաքանչյուր երկիր ներկայացրել էր, պատրաստել էր, մակետի մի մասը, այնուհետև Վրաստանը, մեր պարտներ երկիր Վրաստանը, այդ ամբողջը հավաքել էր մի մակետի մեջ եւ ստացել էինք մի մեծ խելացի քաղաք։ Մենք քննարկեցինք եւ որոշեցինք, որ մեր ամենաստացված եւ հաջողված պրոյեկտներից մեկը դա Smart Cities-ն է, կամ խելացի քաղաքներ։ Այօրինակներն եք կարծիքով ամենալավ բանը այս պրոյեկտի։ Դե ես շատ լավ հիշում եմ, որ Itwinning-ի ծննդի ժամանակ մենք զանգեցինք ու բոլորով սենց ճիշտ է օնլայն, բայց կիսվեցինք մեր էմոցիաներով ու միասին տոնեցինք այդ լավ օրը։ Այդ երևի իսկական ապացույցներ, որ այսքան տարիները ուղղակի չեն անցել ու թեկուզ հեռավորության վրա, բայց մենք կարողացել ենք այլ ազգիների հետ նենց ընկերանանք, որ կարողանանք մենք միասին ինչ-որ ուրախություն կիսենք։ Որն է այս պրոյեկտի քո սիրելի հատվածը։ Դե շատ դուր եկավ, երբ որ մենք նամակ գրեցինք քաղաքապետարանին, որպեսզի իրագործենք Smart City պրոյեկտը եւ նաեւ մակետ պատրաստեցինք վրացիների հետ։